Мне нравится, что я больна не вами. Мне нравится, что вы больны не мной, что никогда тяжелый шар земной не уплывет под нашими ногами. Мне нравится, что можно быть смешной, распущенной и не играть словами, и не краснеть удушливой волной, слегка соприкоснувшись рукавами. Мне нравится, что можно быть смешной, распущенной и не играть словами, и не краснеть удушливой волной, слегка соприкоснувшись рукавами. Անցան Սևերոնիկին։ Ավելի խորացա։ Այդ դեպքում դու խոսիր։ Խոսիր, արտահայտվիր, դատարկվիր։ Ինչ խոսեմ Լիլիթ, ես խոսել չգիտեմ։ Ուզում ես պատմեմ, ինչու մորից դժվարվեց։ Չէ, չեմ ուզում, դա իմ գործը չի։ Լավ, Դա իմ գործը չի։ Հա, չէ, չեմ պատմի։ Չեմ պատմի։ Ինչու։ Չեմ պատմի, ասեցի չեմ պատմի, վերջ չեմ պատմի։ Ինչու։ Լիլիթ, ես քո մորը չեմ սիրել։ Իսկական մեծ սիրով չեմ սիրել։ Չէ, սիրել եմ։ Գիտես նա հրաշալի կին էր, շատ լավ կին էր։ Տանը փող կա, փող չկա, ինչպես է մեր դրությունը, ես ինչքան փող եմ բերում դու, բացարձակ, ոչ մի նշանակություն չունի, գիտես այդպես քիչ կանանք կա, բայց ամբողջ հարցը նրանումն էր, որ մեր տունը տխուր էր, Լիլիթ։ Նա բացարձակ հումորի զգացողություն չուներ, բացարձակ։ Գիտես ինձ, ես չեմ հիշում, ինձ ոչ մի անգամ չի հաջողվել նրան ծիծաղեցնել։ Գիտես դու, չես հիշի դու ոնց կարող ես հիշել այդ թվերի Երևանը։ Գիտես, կյանքը հորդում էր, կյանքը շարժվում էր, կյանքը դղրդում էր Երևանը։ Գիտես, ես ժամանակ արդեն հայտնի մարդ էի, ես նկարվել էի արդեն, ինձ ճանաչում էին, քեֆեր էին կանում։ Ով սիրուն, քեզ որ տեսնում եմ, ու քեզ տեսնելով խելագարվում եմ, ոչ գիշերքուն, ոչ ցերեկը հանգիստ, չունեմ ես հիմա են հին օրերից, ես բոլոր լսում եմ, կլանված նայում են ինձ, կարուս երկում է, հատկապես կանայք, հետո սկսում եմ խոսել, պատմել, ես այդ ժամանակ Ռիչարդ էի պատասխանում, ինչ-որ տերերից արտասանություններ եմ անում, հետո սրան նրա տնազ եմ դնում, ծիծաղից թուլանում են, բոլորը, իրենց հատակին գլորվում են։ Աչքս ընկնում եմ մորդ, բացարձակ, կարծես ինքենդեղ չի։ Նորից սկսում եմ պատմել, բոլորը տառացիորեն, Լիլիթ, գետնին գլորվում են, թավալ են տալիս, փորները բռնել են, տրաքում են ծիծաղից։ Նայում եմ մորդ, ոչ մի տպավորություն։ Գիտես, կարծես ինքը չինարեն ֆիլմ է նայում առանց սաբտայտլի։ Դրանց ընտանիքում ընդհանրապես երևի այդ մարդիկ հումոր չունեին։ Գիտես, Լիլիթ, այդ դրա հայրը, չէ։ Նա կյանքում ինձ թվում է կինո թատրոն չէր գնացել։ Երկու անգամ էր պարել ընդամենը իր հարսանիքի։ Դրանց տանը ծիծաղել չգիտեին, ես հասկանում եմ, գիտես,
չքավորությունը սոսկալի բան է Լիլիթ, բայց գիտես, ես էլ ճիշտ այդպիսի տան մեջ եմ մեծացել, մեր տանն էլ եղել է հատ չի եղել, փող չի եղել, բայց ուրախություն միշտ եղել է Լիլիթ։ Եվ այնուամենայնիվ ես 4 տարի դիմաց։ Գիտես, մի օր խոհանոցում նստած սնկով սուպ էի ուտում, մայրդ հրաշալի սնկով սուպ էր պատրաստում։ Հիմա չի սարքում։ Սարքում։ Ուրեմն նստած սնկով սուպ եմ ուտում։ Հանկարծ մի ձայն լսեցի։ Բավական է, հերիք է, կշտացա։ Նայում տեսնում մարդ չկա։ Դες մայրդ է նստած, այլ չի խոսում, չսում և ինձ թվաց։ Շարունակում եմ, սուպը ուտում եմ, հանկարծ նույն ձայնը, բավական է, հերիք է, կշտացա։ Դա իմ ձայնն էր Լիլիթ, ես եմ խոսում, ես վեր կացա, մի հին գլխարկ ունեի, մի հին հիմար գլխարկ ունեի, կապույտ, գլխարկը դրեցի, ճամպրուկի մեջ մի երկու շոր, շապիկ, մոտեցա մորդ ասացի, Մարո, ես գնում եմ, նայում է լու, Մարո ասեցի, ես գնում եմ, էլ չեմ վերադառնալու։ Ոչ մի անգամ, չգիտեմ, չի շարժվում, ոչինչ նայում եմ, կարծես չի տեսնում։ Մարո ասեցի, ես տնից գնում եմ, Հավիտյան, էլ չեմ վերադառնալու։ Այստեղ նայեց ինձ իր սառցե հայացքով, կներես, ու ատամների արանքից գիտես ինչ ասեց, ես դա երբեք չեմ մոռանա, ասեց գնում ես գնա, դու այստեղում ես պետք։ Գիտես Լիլիթ, եթե նա որևէ խոսք ասեր, ժպտար, բարկանար, հուզվեր, գոռար, մի բան վերցներ, տար ես հիմար գլխիս, ես կմնայի, ես կդնայի այդ ճամպրուկը, երդվում եմ, կհանայի այդ հիմար կապույտ գլխարկս ու կմնայի ձեզ հետ, բայց նա ոչինչ չասեց,